Բարի երեկո, եթերում Art Focus-ն է։ Նախորդ տարվա հոկտեմբերի 30-ից մինչ այս տարվա հունվարի 28-ը Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում գործում էր Ուրարտուի թագավորությունը, հին Հայաստանի ժառանգությունը, Ուրաշտ ու Հարմինուա Արմինա խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ ներկայացված էին Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի և ռուսաստանյան մի շարք առաջատար թանգարանների, Էրմիտաժի, Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի, Ռուսաստանի պատմության պետական թանգարանի, նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանների հավաքածուներից ընտրյալ իրեր։ Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանից այս ցուցադրությանը ներկայացված էին 53 հնագիտական առարկաներ, որոնց թվում էին Էրեբունի Երևանի ծննդյան վկայականը համարվող սեպագիր արձանագրություններից մեկը, Սարդուրի երկրորդ արքայի սեպագիր արձանագրությունը, ինչպես նաև Կարմիր Բլուր, Էրեբունի, Նոր Արմավիր, Արտանիշ հնավայրերից վերջին տարիներին իրականացված պեղումներից հայտնաբերված եզակի արտեֆակտեր։ Հայաստանի հզոր նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական ժառանգությանը նվիրված այս շատ կարևոր ցուցադրության մասին խոսելու ենք ցուցադրության համակարգողներից մեկի, Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ։ Բարի երեկո, պարոն Բադալյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Առաջին միտքը, որ ծագում է, երբ իմանում ենք այս կարևորագույն ցուցադրության բացման մասին, ինչու Ուրաշտ ու Հարմինուա Արմինա։ Բարի երեկո, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Դա մեր պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի միտքն էր։ Շատ կարևոր էր, երբ որ մենք խոսում ենք կոնցեպտի վերաբերյալ, շատ կարևոր էր, որպեսզի ցույց տրվեր ուրարտական տերության ժառանգականությունը հայկական լեռնաշխարհում։ Այսինքն, որ հայերը հենց ուրարտական ժառանգության կրողն են։ Եվ այս առումով գիտեք, որ Բեհիսթունի արձանագրությունը Աքեմենյան տերության հզորագույն գահակալներից մեկի Դարե առաջինի կողմից թողնված 520-ականների վերջերին Քրիստոսից առաջ հիշատակում է Հայաստանի մասին։ Եվ Հայաստանի մասին հին պարսկական տեքստում հիշատակվում է Արմինա անունը, էլամերեն տեքստում Հարմինուա, իսկ բաբելերեն տեքստում արդեն Ուրաշտու։ Այսինքն Ուրաշտուն, դա Ուրարտու անվան, իսկ Ուրարտուն դա ասորեստանյան ձևն է, Ուրարտու անվան բաբելոներեն տարբերակն է։ Եվ այս անվանումը հստակ փաստ է, որը ոչ ոք չի կարող հերքել առ այն, որ Ուրարտուն և Հայաստանը այս արձանագրությունում հանդիսանում են հոմանիշներ և նաև Ուրաշտուն, Արմինան ուրարտական տերության ժառանգորդն է։ Այս առումով մեզ համար շատ կարևոր էր, ինքս ևս նաև այն ժամանակ նաև երբ որ խոսվում էր, պնդեցի, որ անպայման լինի հին Հայաստանի ժառանգությունը ևս հատվածը, որովհետև խոսում ենք մենք հին Հայաստանի և հայոց ժառանգության մասին և կարող եմ ասել, որ շատ դրական կերպով այս ամենը ընդունվեց կազմակերպիչների, գործընկերների կողմից և մենք ունեցանք փայլուն ցուցադրություն, որի մասին այսօր գիտական և ոչ գիտական շրջանակները շարունակում են դեռևս խոսել։ Էրեբունի պատմագիտական արգելոց թանգարանը երկար տարիների համագործակցության պատմությունն է արդեն ձևավորել ռուսական թանգարանների հետ, մասնավորապես Էրմիտաժի և Պուշկինի թանգարանների հետ, սակայն վերջին տարիներին այդ լավ ավանդույթները կարծես կրկին վերականգնվեցին, և այդ շփումները ակտիվացան, նաև վերականգնողների հետ համագործակցություն եղավ այդ թանգարանների, հետաքրքիր էր այս ցուցադրությունը ում նախաձեռնությամբ ստեղծվեց, հայկական, թե ռուսական գիտական շրջանակներն էին նախաձեռնողները կամ գուցե թանգարանները։ Իրականում 2021 թվականին մենք Էրեբունի թանգարանում իրականացրեցինք մի շատ կարևոր վարպետաց դաս սեմինար Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի
հետ հրավիրված էին առաջատար մասնագետներ, հատկապես ուրարտական որմնանկարների ամրակայման, վերականգման, պահպանության ուրեմն ոլորտի շատ կարևոր մասնագետներ, որոնք ոչ միայն Էրեբունի թանգարանի, այլ նաև Հայաստանի տարբեր թանգարանների վերականգնողների համար իրականացրեցին շատ հագեցած վարպետաց դասեր։ Մինչ այդ եւս մենք բավական սերտ հարաբերություններ ենք հաստատել, ինքս դառնալով Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն, ինձ համար շատ կարևոր էր, որպեսզի մենք վերականգնենք այն հարուստ ավանդույթները, որ ունեցել ենք ռուսական թանգարանների եւ ոչ միայն ռուսական թանգարանների հետ, եւ այդ ժամանակ մենք ուրեմն նաեւ աշխատում ենք Artis Futura ֆոնդի հետ եւ նաեւ այնպես ստացվեց, որ Artis Futura-ն եւս դարձավ այդ միջոցառման գործընկերը եւ նրանք լուսաբանում էին, հանրահռչակում էին եւ կապ ստեղծվեց Պուշկինի թանգարանի, Artis Futura-ի եւ Էրեբունու միջեւ։ Հետագայում այս կապերը ավելի խորացան եւ Artis Futura-ի մեր շատ սիրելի գործընկերները խոսելով Պուշկինի թանգարանի այն ժամանակվա տնօրեն Մարինա Լաշակի հետ եկան համաձայնության ստեղծել ցուցադրություն։ Ես հիշում եմ, որ ինձ Արաքսյան եւ Հասմիկը Artis Futura-ի մեր գործընկերները Հասմիկը Չախմաղչյան եւ Արաքսյան զանգահարեցին եւ ասացին Միքայել, ինչպես ես կարծում, արդյոք հնարավոր կլինի նման մասշտաբի բան անել այս ամենի հնարավոր է սրա տակից կարելի է դուրս գալ, ես ասացի իհարկե մենք պետք է անենք սա։ Սա պետք է անել եւ սկսեցինք մտածել կոնցեպտի մասին, սկսեցինք խոսել, մտածել ինչպես ենք իրականացնելու այս ամենը, արդեն կապ եղավ արդեն անմիջապես Պուշկինի թանգարանի տնօրինության հետ, հետո փոխվեց տնօրինությունը այնտեղ դարձավ արդեն էլի մեր կողմից շատ հարգարժան Ելիզավետա Լիխաչովան եւ նաեւ իհարկե անպայման հանդիպեցինք Պատմության թանգարանի տնօրենի հետ, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրենի հետ եւ առաջարկներ, որպեսզի այս թանգարանները եւս դառնան այս ցուցադրության մասը, ինչը շատ լավ հաջողվեց։ Իհարկե եղել են դժվարություններ, ես չեմ ուզում դրանց մասին շատ խոսեմ, եղել են բավական բարդ ժամանակներ, տեքստերի հետ կապված, գիտեք, շատ դժվար է որովհետև պետքա տեքստեր գրել, խոսքը գնում է մեր ժառանգության մասին, այնտեղ պետքա ամեն ինչ ճիշտ լինի, ամեն ինչ գիտական լինի, բայց նաև գիտահանրամատչելի լինի, եւ կարող եմ ասել, որ շատ ներդաշնակ աշխատանք տեղի ունեցավ, միայն բացման օրը մոտ 1000 հյուր է եկել։ Սա որքան ես գիտեմ, Ռուսաստանի վերջին տարիների թանգարանային կյանքի համար աննախադեպ ցուցանիշ էր եւ բոլոր կարելի ասել առաջատար ռուսական լրատվամիջոցները խոսում էին այս կարևոր իրադարձության մասին եւ առաջին օրը արդեն, ինչքան ես տեղյակ եմ, արդեն վաճառվել էին ցուցադրության բոլոր էքսկուրսիոն տոմսերը։ Ցուցադրությունը բաժանված էր 4 բաժինների, ինչ սկզբունքով էին այդ ցուցանմուշները բաշխվել այդ բաժիններում, առհասարակ ինչ սկզբունքով էր բաժանվել ցուցադրությունը 4 մասի, որոնք են նաև այդ մասերը։ Առաջի 3 բաժինները բաժանվել էին իմ առաջարկով եւ ուրախ եմ, որ Պուշկինի թանգարանի մեր գործընկերները սիրով այն ընդունեցին։ Տեսեք, մենք որ խոսում ենք Ուրարտուից, շատերը միայն կենտրոնանում են Ուրարտուի վերաբերյալ, բայց մենք ունենք շարունակականություն, ժառանգության շարունակականություն։ Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք ցույց տանք նախաուրարտական եւ հետուրարտական ժամանակաշրջանների Հայաստանի ժառանգությունը, մեր ժառանգությունը, հայկական լեռնաշխարհի ժառանգությունը։ Իհարկե ֆիքսվել ենք միայն Հայաստանի Հանրապետությունից գտնված իրերի վերաբերյալ եւ գիտենք նաեւ Էթիունի հզոր ցեղային համադաշնության մասին, որը կարելի ասել Ուրարտուի հետ հայկական լեռնաշխարհում, նո կարելի ասել նույն տարածքում ծնված, բայց նաև որոշակի իրար հակադրվող գաղափարախոսություններ ունեցող քաղաքական
նաև սոցիալ մշակութային այսպեսի ուժեր էին, որոնք ինչ-որ մի փուլում սկսեցին նաև իրար հետ նաև կարելի ասել ներդաշնակվել տարբեր ասպեկտներում։ Եվ մեր համար շատ կարևոր էր, որ մենք ցույց տայինք մեր այս ժառանգությունը, դրա համար շատ լավ կերպով անդրադարձ է կատարվել նախաուրարտական ժառանգությանը, урարտական եւ հետուրարտական ժառանգությանը եւ ցույց է տրվել նաեւ շարունակականությունը։ Մյուսը իհարկե ցուցադրությունը նվիրված է նաեւ Սվետլանա Իզմայլովնա Խոջաշի հիշատակին, ով երկար տարիներ ղեկավարել է, ուրեմն համաղեկավարել է, կարելի ասել, Էրեբունու պեղումները Պուշկինի թանգանի կողմից։ Այս Պուշկինի թանգանը մեր համար օտար թանգարան չի, արդեն 1952 թվականից Պուշկինի թանգարանի, այսպես ասած, ջոկատը Գիտությունների ակադեմիայի մեր ուրեմն հետ պեղումներ է իրականացրել Էրեբունի հնավայրում եւ բավական շոշափելի արդյունքներ են գրանցվել եւ այստեղ նաեւ իրենք մեծ դեր ունեն եւ նվիրված էր նաեւ իրենց։ Այս առումով կարեւոր էր 4-րդ մասը, նաեւ հիշողություններ էր, արխիվ էր, հարգանքի տուրք էր այն մարդկանց, ովքեր ներդրում ունեն Էրեբունու եւ Պուշկինի թանգարանի ուրեմն զարգացման պեղումներում իրականացրած հաջողությունների գործում, ինչը եւս շատ կարեւոր է, նույն Բորիս Պետրովսկին, ով եղել է նույն Էրեբունու պեղումների գիտական կոնսուլտանտը եւ այսպես շարունակ շատ տպավորիչ էր ցուցադրությունը, ինձ բավական դուր եկավ մեր գործընկերների կողմից արված սցենոգրաֆիական աշխատանքը եւ սա նաեւ համալիր իրականում արվել է տիտանական աշխատանք։ Պատկերացրեք, եթե հաշվի առնենք, որ մենք սկսել ենք անցած տարվա հունվարի վերջից եւ արդեն հոկտեմբերի 30-ին ցուցադրությունը պատրաստ է եղել, իրականում արվել է ահռելի աշխատանք, ինչը խոսում է այս բոլոր հաստատությունների պրոֆեսիոնալիզմի մասին եւ սա պետք է շարունակել։ Մենք անցած տարի եւս Պուշկինի թանգարանից մեր գործընկերները եկան եւ արդեն իրենք անցած տարի 5 ուրարտական որնանկարի բեկորներ եւս ամրակայեցին Էրեբունու հավաքածուից վերականգնեցին, իսկ մենք լուրջ խնդիր ունենք, որովհետեւ մեր Էրեբունին աշխարհում ունի ամենամեծ հավաքածուն ուրարտական որնանկարների, բայց դրանք ցավոք շատերը վնասված են եւ սնկային հիվանդություն ունեն։ Այս առումով սա մեր համար մեծ աջակցություն է, մեծ կարևոր գործընկերություն է, կլոր սեղան եղավ Պուշկինսկիում եւ նաեւ գիտեք սեմինարների շարք, որը հաջորդեց ցուցադրության բացմանը, ես պատիվ ունեի առաջինը բացել այդ սեմինարների շարքը, իմ դասախոսությունը նվիրված էր Ուրարտուի պետական կրոնին, որը բավական լավ մթնոլորտում անցավ, հետո մեր գործընկերները, նույն Նժդեհը Երանյան, հետո այլ մեր գործընկերներ եւ Պուշկինի թանգարանից նաեւ տարբեր զեկույցներ կարդացին, այսինքն ստեղծվեց շատ կարեւոր մի կարեւոր հարթակ եւ հիմա մենք շատ մոտ ենք, որպեսզի ավարտին հասցնենք կատալոգի, ցուցադրության կատալոգի տպման աշխատանքներին, որը եւս շատ ծանր աշխատանք է, ես ինքս լինելով այդ ամենի համակարգողներից մեկը կարող եմ ասել իմ վրա շատ զգում եմ, որովհետև շատ հաճախ պետքա ավելի ժամանակ ծախսես, քան նախատեսված էր, թվում է թե պետքա վերջացնես, բայց ինչ որ մի ուղում է լինում, գիտեք, իրանք շատ պրոֆեսիոնալ խմբագրական կազմ ունեն, այսինքն ամեն բառ, ամեն տառ ստուգվում է, նորից հետ է ուղարկվում, նորից եւ այսպես կարելի ասել գրեթե մենք 90%-ը այսօր կատալոգի ավարտել ենք, մնացել են մի քանի տեքստեր, մի քանի տեխնիկական աշխատանքներ եւ կատալոգը եւս կարծում եմ, որ գոնե այս առաջի կիսամյակում կտպվի, ինչը շատ կարեւոր է եւ այնտեղ շատ հետաքրքիր տեքստեր կտեսնեք, նկարներ, հնագիտական իրեր, որոնք առաջին անգամ են ցուցադրվում, ընդհանրապես առաջին անգամ են ցուցադրվում եւ սա նաեւ ինչով է կարեւոր, որովհետեւ
նաև եւ մեր հայրենակիցները Ռուսաստանի, իրանք շատ հպարտ էին, որ այսպիսի ժառանգություն ունեին, կարիք կար այս ամբողջ այս ծանր իրավիճակներից հետո, որպեսզի մենք մի հատ մեզ վերարժևորեինք, իսկ Urartun մեր ինքնության կարևորագույն սյուներից մեկն է։ Բացի այդ, տեսեք, եթե դուք նայեք նույն մեկնաբանությունները, մամուլի անդրադարձը, մարդիկ խոսում էին հայոց ժառանգության մասին, ինչը շատ կարևոր է եւ գիտեք այսօր ինչքան են փորձում խեղաթյուրել, աղավաղել Urartun, ինչքան են փորձում կտրել մեզանից եւ սա շատ լավ պատասխան էր աշխարհի մի շարք առաջատար թանգարանների հաստատությունների կողմից, որ ընդունվեց համատեղ այն հայեցակարգը եւ ցույց տրվեց Urartu-ի ժառանգականությունը հայկական լեռնաշխարհում։ Պարոն Բադալյան, նաև ցուցադրությանը նվիրված ռուսական մի քանի հաղորդում դիտեցի եւ ինձ հիացրեց, որ նաև ցուցահանդեսը շատ ինտերակտիվ էր։ Այսինքն ամեն ինչ մտածված էր այնպես, որպեսզի անգամ երեխան, որը կգա դիտելու այդ ցուցահանդեսը, հասկանա, թե ինչ է ցուցադրվում։ Սեպագրերը թարգմանվել էին ռուսերենի։ Իդեպ կարծում եմ շատ լավ երևույթ է դա, կարևոր է։ Նաև տեսա որոշ արտեֆակտերի կրկնօրինակներ, որոնք կարելի էր այդպես ձեռք տալ, մոտիկից տեսնել, մի շարք այդպես զարդանկարներ, հա, տարբեր իրերի պատերի վրա նույնպես կրկնօրինակներ էին ստեղծվել եւ այլն։ Հետաքրքիր է այդ ամենը ռուսական կողմն է արել եւ հետաքրքիր առհասարակ այդպես ցուցադրության համար որքան ժամանակ է պահանջվում այդ ամենը ստեղծելու համար։ Դուք նշեցիք, թե որքան ժամանակ է ընդհանուր առմամբ ցուցահանդեսին պատրաստվել, սակայն հետաքրքիր այդ գործընթացը նույնպես ժամանակ է պահանջում։ Իհարկե, շատ պրոֆեսիոնալ աշխատանք է պահանջում, ամռան կեսից արդեն սկսել էին։ Դա իրենք են արել այդ հատվածը։ Այստեղ եւս եղել է շատ խելամիտ աշխատանքի բաշխում։ Օրինակ նույն քարտեզը պատրաստել է Էրեբունի թանգարանը, մեր ընկեր, կարծում եմ Հայաստանում գոնե հնագիտության մեջ GIS համակարգին լավագույն տիրապետողներից մեկի մեր գործընկեր Հենրիկ Դանիելյանի կողմից մենք արդեն որպես մասնագետ նաև նայել ենք, այսպես խմբագրել ենք քարտեզը, իհարկե շատ 7-րդ դասանի մեր դասագրքի Urartu-ի քարտեզից այդ քարտեզը շատ տարբերվում է, որովհետև այնտեղ մեր հայոց ամբողջական, հա, ժառանգությունն է Urartu-ի ներկայացված եւ տարբեր նկարներ, նույն գծանկարներ տրվել են Էրեբունի թանգարանի կողմից, պատմության թանգարանի կողմից, բայց իհարկե դիզայնը, սցենոգրաֆիան եւ մնացած մյուս ուրեմն հատվածները իրականացրել են Պուշկինի թանգարանի մեր գործընկերները, ես կարող եմ ասել շատ պրոֆեսիոնալ կերպով եւ նաեւ իհարկե շատ կարեւոր բաղադրիչ է ինտերակտիվ հատվածը, ուրեմն առողջական որոշակի սահմանափակումներ ունեցող ուրեմն անձանց ներգրավումը եւ նույնիսկ դասախոսությունների ժամանակ սուրդո թարգմանություն կար, այսինքն շատ պրոֆեսիոնալ կերպով արվել է այս ցուցադրությունը եւ Էրեբունու մասին, երբ որ մենք եւ վերջի տարիներին մենք հիշում ենք ինչ որ մի ցուցադրություն Urartu-ի կամ նման տիպի Հայաստանի ժառանգության վերաբերյալ Ռուսաստանում արված, չենք հիշում։ Սա շատ իսկ Էրեբունու առումով, ասեմ, Էրեբունի թանգարանը իր պատմության ընթացքում երբեք չի մասնակցել, չի ունեցել նման իրերով, նման մեծաքանակ իրերով ցուցադրության։ Հա 50-ից ավելի իր 53 կարծեմ առաջին անգամ ուրեմն Էրեբունու թանգարանը ներկայացրել է արտասահմանում գտնվող ցուցադրությունում, ընդ որում նույն տարում Էրեբունի թանգարանը բրիտանական թանգարանում ներկայացված ցուցադրությանը եւս ներկայացրեց իր իրերից մեկը։ Ես սա կարծում եմ, որ շատ մեծ հաջողություն է եւ մենք արդեն ընդամենը օրեր անց փետրվարի 14-ին
Էրմիտաժում, որը աշխարհի ամենահայտնի մշակութային օջախներից մեկն է, Էրմիտաժի տնօրեն Միխայել Պետրովսկու աննախադեպ աջակցությամբ ստեղծելու ենք Էրեբունի թանգարանի անկյունը Էրմիտաժում, որը աննախադեպ հաջողություն է հայ մշակութային կյանքի համար 3 հնագիտական իր, այդ թվում նաև նույն Երևանի ծննդյան վկայականներից մեկը, շատերը մարդիկ կան ասում են, վայ գիտեք տարան սեպագիր, այդ սեպագրից 4 հատ կա, եւ վնասվածը մենք այնտեղ ներկայացնելու ենք եւ պատկերացրեք եւ VR ակնոցներ են լինելու եւ AR համակարգ է լինելու, արդեն մենք վերջացրել ենք տեքստերը, Էրմիտաժի մեր գործընկերների հետ բուկլետ է գեղեցիկ տպվելու այցելուները որ տեսնեն եւ պատկերացրեք աշխարհի այս կարևոր մշակութային հարթակում ստեղծվում է Էրեբունի թանգարանի անկյուն եւ նաեւ հիմա էլ գիտեք որ զուգահեռ Լուվրի թանգարանի հետ մենք աշխատում ենք Էրեբունի թանգարանի նոր հին ցուցադրության արդիականացման վերաբերյալ իմ կարծիքով այս ամենը կարելի է համարել շատ կարևոր հաջողություններ մեր թանգարանի եւ ընդհանրապես մեր մշակութային կյանքի համար։ Իսկ երբ է ծրագրված Լուվրի հետ համատեղ մեր Էրեբունի թանգարանի ցուցադրության թարմացումը։ Նախատեսված է մայիս ամսին բացել, գիտեք նման բաներ կան, որ արդեն կախված են տարբեր հրամաններից, տարբեր գործընթացներից, հա, կարելի ասել նախագիծը, կոնցեպտը հայեցակարգը ավարտված է, նախագիծը գրեթե ավարտված է, մեզ արդեն մնում է տարբեր աշխատանքներ սկսել, գուցե 1 ամսով, 2 ամսով, որովհետև հիմա չեմ ուզում շատ կանխատեսումներ անել, երկարի, բայց կարծում եմ, որ եւս մենք ունենալու ենք բավական այն գումարը, ինչ որ տրվել է այդ գումարի սահմաններում, ունենալու ենք, կարծում եմ, շատ հագեցած, նաեւ ինտերակտիվ, բավական նոր ցուցադրություն, այսինքն հաստատ շատ ավելի լավը, ինչ հիմա մենք ունենք, իսկ 1983 թվականից այն կողմ մեր թանգարանի ցուցադրությունը չէր փոխվել։ Մամլո հաղորդագրությունում նշված էր, որ այս ցուցահանդեսին նաև ներկայացվեցին վերջին շրջանի պեղումներից կարևոր գտածոներ, ինչ արտեֆակտերի մասին է խոսքը։ Մենք վերջի շրջանում սկսել ենք բավական ինտենսիվ աշխատել Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ, հանձին տնօրեն Արսեն Պոպոխյանի եւ նաեւ տարբեր հավաքորդների հետ։ Եվ այս առումով թանգարանի ցուցադրությունը շատ հարստացավ տարբեր եզակի արտեֆակտերով։ Տեսեք օրինակ ցուցադրվել է Նոր Արմավիրի գտնված տարբեր ֆանտաստիկ իրեր, արտանիշից գտնված մի սափոր, որը եզակի է Հայաստանում։ Նորը ուրեմն Սևանի ավազանում Աշոտ Փիլիպոսյանի կողմից ղեկավարած արշավախմբերից գտնված իրեր, որոնցից մի քանիսը ուղղակի իրեն զուգահեռը չունեն։ Ասենք ունենք ջնարակած թաս, պատկերացրեք երկաթի դարով թվագրվող, վաղ երկաթի դարով եւ նրա ուրեմն հատակին ունենք սվաստիկայի նշան։ Ոսկեգույն, եթե չեմ սխալվում։ Դեղնա կանաչավուն, հա, ունենք մեկ սափոր, որ այցելուները տեսնում են, ասում են, արդյոք սա հնարավոր է, որ այսօր չստեղծված լինի, պատկերացրեք ինչ կարելի ասել նաև դա արվեստի գործ է եւ նաև տարբեր նաև մեր հավաքորդների կողմից ուրեմն ունենք տարբեր իրեր, որ վերջի ժամանակաշրջանում մենք կարողացել ենք նաև Փառք Աստծո աշխատել տարբեր հավաքորդների հետ եւ մեր թանգարանի հավաքածուն բավական հարստացել է։ Ես կարող եմ ասել, որ նաև այդ աշխատանքը մեզ այսօր թույլ է տալիս այդ հարստացված հավաքածուն մեզ թույլ է տալիս ներկայանալ տարբեր ցուցադրություններում, որովհետև եթե մենք չունենայինք այդ հավաքածուն, մի քիչ դժվար է, երբ որ դու պետքա պահես եւ քո հիմնական ցուցադրությունը եւ նաեւ ներկայանաս այլ թանգարաններում, հա, սա մեզ թույլ տվեց հարստացնել, հիմա եւս հարստանում է, վերջերս մենք նվիրատվություն ստացանք մի եզակի սափոր Արման Նալբանդյանի կողմից եւ համագործակցությամբ արդեն մշակութային
պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական պոակի հետ, ովքեր վերականգնել էին ժամանակին այդ սափորը, որը իմ տեսած եւս բացառիկ սափորներից մեկն է, թե երկու ուրեմն թեյնիկավոր ծորակներով, ուրեմն Երվանդունիների ժամանակաշրջանի սափոր, որը շուտով կներկայացվի մեզ մոտ, մենք ունենք մեկ իրի պատմություն, ֆորմատը, որով մեկ իր ենք ցուցադրում։ Եվ ես վստահ եմ, որ այս տարի եւս մեր հավաքածուները կշատանան, այս տարի մենք ունենք պեղումներ Էրեբունիում, ունենք պեղումներ Կարմիր Բլուրում, ունենք պեղումներ Շենգավիթում, ունենք պեղումներ, գիտեք, Էրեբունին նաեւ գիտպետկոմի ծրագրով նաեւ մասնակցում է իր մասնակցություն ունի մեծամորում իրականացվող պեղումներին որոշակիորեն Սևանի ավազանում պարոն Փիլիպոսյանի կողմից իրականացվող պեղումներին եւ այս տարի նաեւ հայ-իտալական արշավախումբը առաջին անգամ պեղումներ կիրականացրի Փարաքար համայնքում օդանավակայանից մի փոքր այն կողմ, քչերը գիտեն, որ այնտեղ կա հնավայր, շատ կարեւոր հնավայր, ուղղակի ամբողջովին խեցեղեն է լցրած երբ որ դու մակերեսին քայլում ես, բլուրներ կան, սյան խարիսխներ կան, եւ սա եւս կարող է շատ կարեւոր կետ լինել մեր հնագիտության, մեր պատմամշակութային ժառանգության առումով եւ մեծ հույս կա, որ եւս շատ կարեւոր արտեֆակտներ կլինեն։ Օրինակ անցած տարի Կարմիր Բլուրում պեղված մեր դամբարաններից մեկում բավական հետաքրքիր հնագիտական իրեր դուրս եկան։ Նույնը նախանցած տարի, այս տարի մենք նախատեսում ենք եւս պեղել եւ Կարմիր Բլուրի այս ախոր քարավանատունը, որ բացել ենք, եւ նաեւ մեկ դամբարան։ Այսինքն ինքը նաեւ ինտենսիվորեն նաեւ թանգարանի հավաքածուն համալրվում է։ Պետքա տարբեր, գիտեք, միջոցներ կիրառել։ Օրինակ մենք արեցինք ժամանակին մի այսպիսի ֆորմատ նվիրիր դրա Էրեբունի թանգարանին։ Եվ ասացինք, որ մեր կողմից շատ կխրախուսվի, եթե մարդիկ հին դրամներ նվիրեն, իրենց պատվոգրերը ենք տալիս, խոսում էինք, արժևորում էինք դա եւ պատկերացրեք կարճ ժամանակա ընթացքում Էրեբունի թանգարանը, որը չուներ, գրեթե չուներ ոչ մի դրամ իր հավաքածուում, 300-ից ավելի դրամ ունեցավ Տիգրան Մեծ, Փյուզանդական, Պարթևական, Սասանյան, Բակտրիական եւ այլն նման դրամներ համալրվեցին մեր հավաքածուն։ Հետաքրքիր է շատ։ Իսկ հետաքրքիր է գիտնականների կողմից այս ամենը արժանանում է այն ուշադրության, որին պետք է արժանանա։ Նկատի ունեմ պեղումների արդյունքների մասին բավարար քանակությամբ հոդվածներ, մենագրություններ գրվում են եւ տպագրվում են արդյոք արտերկրում։ Մանավանդ հաշվի առնելով այսօր մեր պատմության, ժառանգության այս խեղաթյուրման բազմաթիվ փորձեր այդ ամենին հակազդելու նպատակով։ Գիտեք, այստեղ հարցին կարելի է պատասխանել ոչ միանշանակորեն, իհարկե ահռելի աշխատանք է տարվում եւ շատ լուրջ մենագրություններ են տպվում մեր տարբեր հուշարձանների վերաբերյալ, օրինակ Ակնաշենի վերաբերյալ պեղումների արդյունքները Ռուբեն Բադալյանի ղեկավարած արշավախմբի մեր լավագույն հնագետներից մեկի տպվեց ուրեմն Archaeopress-ում, Օքսֆորդի Archaeopress-ում, որը մեծագույն հաջողություն է։ Կարող ենք այսպես խոսել այլ հուշարձանների մասին։ Եվ օրինակ մենք մեր ֆրանսիացի գործընկերների հետ նախատեսում ենք Էրեբունու Սյունազար դահլիճի ուրեմն պեղումների հրատարակումը, Կարմիր Բլուրի ավստրիացի գործընկերների հետ այդ կառույցի մոնումենտալ կառույցի վերաբերյալ մենագրության հրատարակումը եւ կան այսպես շատ տարբեր տեղերում տպվում են հոդվածներ, բայց գիտեք մենք իհարկե կա արդեն դավ դրական տենդենս, բայց մենք կարիք ունենք այս ամենը գիտահանրամատչելի դարձնելու։ Պետք են տարբեր ֆորմատներ, հաղորդումներ, ալբոմներ, ինտերակտիվ գրքեր, երեխաների համար գրքեր, պետք է աշխարհում կա public archaeology կոչված գիտաճյուղը, որը հնագիտության այսօր կարելի ասել ամենազարգացող գիտաճյուղերից մեկն է, եւ մենք պետքա հանրությանը մասնակից դարձնենք մեր ժառանգության ուրեմն եւ մեր ինքնության կրելուն։
Սա շատ կարևոր է։ Ես ուրախ եմ, որ օրինակ մեր պեղումներին գալիս են եւ մասնակցում են մեր տարբեր հայրենակիցներ։ Իհարկե մենք իրենց տալիս ենք սահմանափակ թվով, հանձնարարություններ, բայց իրանք շատ ուրախանում են, որ իրանք մասն են։ Պատկերացրեք, իրանք մասնակցել են Կարմիր Բլուրում քարավանատան պեղումների ինչ որ մի բանի բացահայտմանը։ Սա այդ մարդը ինքը միշտ հիշելու է։ Օրինակ ես հիմա մի շատ լավ բարերար կա ամերիկահայ, Ամերիկայում ապրող, որը Էրեբունու կողքն է ապրել եւ ինքը վերջերս զանգել էր ինձ եւ խոսում էր թե ինչով կարող է Էրեբունուն օգնել, ասում է դու գիտես ես երեխա էի, գնում էի մասնակցում էի Էրեբունում իրականացված պեղումներին եւ պատկերացրեք ինքը հիշել է դա, իր մեջ կա դա, այսինքն ինքը արդեն կրողն է դրա համար էլ ինքը ուզում է ժառանգությանը օգտակար լինի։ Իսկ որքան ես գիտեմ վիճակագրությունը ինչքան որ գիտեմ ցույց է տալի, որ ես իմ տեսած շատ մարդկանց մեջ փոքր ժամանակ ապրել է հնագետ։ Այսինքն դուք եթե ձեր շուրջը նայեք, շատերը ասում են, գիտեք, մենք փոքր ժամանակ ուզում ենք դառնալ հնագետ։ Եվ շատ կարևոր է հնագետին արթնացնել եւ այս մեր ժառանգությունը կիսել։ Դրա համար պետք են գրքեր, գիտահանրամա, այսօր աշխարհը առաջ է գնում։ Այսօր պետք են օրինակ նույն Էրեբունին VR տեխնոլոգիա է արել եւ այստեղ շատ լավ է, որ այցելուն գալիս է, կրում է ակնոցը եւ հայտնվում է, ասենք, տաճարի դիմաց մասնակցում է ուրարտական ծեսին, տեսնում է արգիշտիին, նրա կնոջը եւ այլն, կամ դու կարող ես պահել AR-ը եւ այստեղ իհարկե շատ Arlupa ընկերությունը մեզ օգնեց, իսկ Գիշան հիմնադրամը VR-ի ժամանակ եւ քաղաքապետանի դրամաշնորհով AR-ի ժամանակ եղավ եւ սա նոր տեխնոլոգիաներ են, գիտեք, որովհետեւ շատ հաճախ դու կարող պատմես, այս պատը, այսպես էր բան եւ այլն, բայց չէ, ես օրինակ գիտնական եմ, իմ համար կարող է այդ պատը ֆանտաստիկ բան լինի, բայց սովորական ոչ մասնագետի համար դա պատ է։ Կամ շատ հաճախ ասում են սար է, դա ինչ հող է, բայց դա աղյուս է, դու բացատրես, չէ, բայց պատկերացեք, երբ որ եռաչափ դա վերականգնվում է, անիմացիոն ինչ-որ տեխնոլոգիաներ են լինում, այսօր ամբողջ աշխարհը գնում է դրան։ Եվ մենք պետքա պահենք եւ դասական մոտեցումները, բայց փորձենք նաեւ այս ամբողջ այս նորարարական այս զարգացումները ներդաշնակենք այդ դասականին, որովհետեւ եթե մենք չանենք դա, ուրիշները այլ կերպ են դա անելու։ Այսօր դուք տեսնում եք ինչ ինտենսիվությամբ ինձ թվում է ես մեր հարևան պետությունում բան առանձնակի հարգանք ճակերտների մեջ ունեցող անձ եմ, որովհետև Էրեբունու թանգանի տնօրենն եմ եւ մենք ամեն ինչ անում ենք, որ պահպանենք մեր ժառանգությունը։ Եվ տեսեք ամեն ինչ արվում է, որ Էրեբունին կտրվի Երևանից։ Ամեն ինչ։ Իսկ առանց Էրեբունու Երևան դա ոնց ասեմ, դա արդեն ոնց որ մեր ինքնությունը կտրտեն։ Դա ցավալի, շատ ցավալի երևույթ է։ Բացի այդ Էրեբունու սկսվում է Երևանի գրավոր պատմությունը։ Բայց նախապատմական ժամանակաշրջանից սկսած նախամարդը եւ այնուհետեւ մարդը ապրել է Երևանում, ինչի մասին վկայում են հնագիտական եւ այլ միջդիսցիպլինար հետազոտությունները, նաեւ աշխարհի տարբեր առաջատար գիտնականների եւ հաստատությունների հետ համագործակցության մակարդակով։ Շնորհակալ եմ Հայաստանի եւ Ուրարտուի պատմությանը նվիրված այս կարևոր ցուցադրությունը կազմակերպելու, նախաձեռնելու համար եւ կարծում եմ, որ այս ցուցահանդեսը թե Էրեբունի թանգարանի եւ անձնապես նաեւ ձեր հաղթանակներ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ այսօր Art-Focus-ում զրուցում էինք Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ։ Ցտեսություն։